որ սրդիս է մի ամբողջ շաբաթ անցած շաբաթվանից խոսում է կյանքիս հետ, կյանքիս մեջ եւ մինչեւ այսօր էլ այն ոգևորությունն ու այն կրակը, որ Աստված դնում է մեր կյանքի մեջ, մենք կարիք ունենք փոխանցենք միմյանց, սիրելիներ։ Գիտեք, մեր Աստված հաղթական Աստված է։ Անկախ նրանից, որ մենք պարտություններ ունենք, անկախ նրանից, որ մենք թուլություններ ունենք, տգարություններ ունենք, միևնույն է Աստված հաղթական է, մենք պիտի քայլենք դեպի նա։ Քայլենք դեպի նա եւ այդ հաղթությունները վայելենք, սիրելիներ։ Ճիշտ է, լսում եմ որոշ հաղթական նոտաներ եւ սիրտս ուրախ է դրա համար, որովհետեւ այն մարդիկ, ովքեր կանգնած են եւ կանգնում են, միևնույն է հաղթությունը գալիս է։ Կարող է մի փոքր ուշանա, մենք չհամբերենք, բայց միևնույն է հաղթությունը գալիս է։ Աստված հաղթանակ ունի յուրաքանչյուրիս համար, յուրաքանչյուրիս խնդիրների ու խնդիրների համար։ Մենք շատ անգամներ թշնամուն ենք լսում, դրա համար էլ խոնարհվում ենք, փոքրանում ենք, նեղվում ենք, բայց Աստված օրհնություն եւ հրաշք ունի, Աստված հաղթանակ ունի։ Ասա, որ Աստված իմ համար հաղթանակ ունի, Աստված իմ համար հաղթանակ ունի։ Թեև ես խնդիրներ ունեմ, բայց Աստված իմ համար հաղթանակ ունի, առաջընթաց ունի։ Գիտեք, երբ որ Աստված մեզ յուրաքանչյուրիս կանչեց, իր արյան շնորհքով ու Սուրբ Հոգով տեսավ, որ մենք հաղթող ենք, մենք զորավորներ ենք։ Մենք ճիշտ է այդպես չենք, բայց Աստված մեզ տեսնում է այդպես, սիրելիներ։ Աստված, երբ որ հոգու սուրը տվեց, չտվեց, որ ասես ես սուր ունեմ, որ պատյանում է դրված։ Աստված տվեց, որ այդ սուրը ձեռքումդ լինի։ Աստված, երբ որ սպառազինությունը տվեց, չտվեց, որ մենք ասենք մենք էլ ունենք փրկության սաղավարտ։ Այդ փրկության սաղավարտը կարիք ունենք դնելու, սիրելիներ։ Արտարության հանդերձները հագնելու, զորանալու եւ կանգնելու ամեն ժամանակ։ Ինչ ժամանակի մեջ էլ լինենք, մենք ամեն մեկս ունենք թուլություններ, տգարություններ, ուրախություններ եւ հաղթանակներ։ Աստված դրանք շարունակում է մեր կյանքերի մեջ։ Աստված քո կյանքի մեջ հաղթությունները շարունակելու է։ Ինչ հաղթություն որ տեսել ես, դա վերջը չէ, Աստված ավելին ունի։ Աստված նորանոր հաղթություններ ունի։ Աստված նորանոր զորություններ ունի, որբիսի դու կանգնես քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ հաղթական դրոշը ծածանես եւ ինչու՞ չէ նաեւ ուրիշների կյանքի մեջ հաղթական դրոշը ծածանես, որովհետեւ Աստված երբ որ մեզ կանչում է, չի կանչում, որ մենակ մենք հաղթենք իր անունով ու զորությամբ, այլ նաեւ ուրիշների կյանքի մեջ դա այդ հաղթանակը կարողանանք փոխանցել։ Գիտեք, իրականում Աստված ամեն մեկից կանչեց մեր գերությունից, մեր տգարությունից, որտեղ մենք պարտված եւ հարստահարված էինք։ Կանչեց, մեզ շնորհեց փրկություն եւ ասեց արի որ հաղթական ճանապարհով եւ հաղթական կյանքով ապրես։ Աստված երբ որ Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսից, իր ժողովուրդը հանեց։ Աստված ժողովուրդ հանեց, բայց այդ ժողովուրդը մի քանի գլուխ հետո ինչ դարձավ։ Բանակ։ Ես ուզում եմ, որ դու քեզ տեսնես ոչ թե ժողովուրդ, ոչ թե մեկը, որ դուրս է եկե, այլ տեսնես զորության մի մասնիկը, Աստծո բանակի մի զինվորը, որը կարգ ու կանոն ունի, պատասխանատվություն ունի, սուր ունի, վահան ունի եւ գնում է դեպի հաղթությունը։ Աստված չի հանե, որ մենք պարտվենք, ինչպես որ ժողովուրդն էր անընդհատ Մովսեսին ասում է դու մեզ հանեցիր Եգիպտոսից, որբիսի մեզ ինչ անես, անապատի մեջը կոդորես, բայց նրա կողքը կար մարդիկ, որոնք պատերազմի մարդիկ էին եւ իրանք կանչված էին հաղթության համար։ Ուզում եմ, որ այսօր դու քեզ տեսնես, որ Աստված քեզ կանչել է հաղթելու համար։ Աստված քեզ կանչել է որպես հաղթության Աստված։ Ելից 13-րդ գլուխ 17-18 համարների մեջ Աստծո խոսքը այսպես է ասում։ Ասում է, երբ փարավոնը ժողովուրդը արձակեց, մենք տեսնում ենք, որ ժողովրդին արձակեց։ Փարավոնը հրաշքների ու զորությունների ներկայությունից այն ամեն հրաշքները, որ Մովսեսի ձեռքով կատարվեց փարավոնի աչքի առաջ Եգիպտոսում, այդ ամեն ինչը պատճառ հանդիսացավ, որբիսի փարավոնը պարտվի։ Ուզում եմ տեսնես, որ փարավոնը քո կյանքի մեջ պարտված է։
Ճիշտ է ինքը խստացնում է իր սիրտը, քեզ ասում է, որ քեզ համար ավելի վատ է լինելու, էս է լինելու, միևնույն է, Աստծո զորությունը, հաղթական զորությունը ավելին է, քան աշխարհի որևէ զորություն կամ աշխարհի որևէ ազդեցություն քո եւ իմ կյանքի մեջ։ Աստծո խոսքն ասում է, որ մեր պատերազմը ոչ թե մարմնի ու արյան դեմ է, այլ խավարում տիրող իշխանի դեմ։ Սիրելիներ, մենք իրար նկատմամբ թշնամի չենք, մարդը մեզ համար թշնամի չէ։ Մենք կարիք ունենք ճանաչենք մեր թշնամուն։ Մեր թշնամին խավարի զորությունն է, սատանան է, որը հարստահարում է մեզ։ Մենք շատ անգամներ կորցնում ենք մեր թշնամին եւ իրար դեմ ենք ման գալիս, բայց իրականում մենք իրար դեմ բան չունենք, սիրելիներ։ Աստված մեզ իր նմանությամբ ու պատկերով մեզ ստեղծեց, որ մենք իրար կողք կանգնենք, որ մեկս մյուսիս օգնենք հաղթանակ ունենալու համար։ Եվ Աստված մեզ օգնում է, որ մենք հասկանանք, որ մեր պատերազմը խավարի դեմ է, մեր պատերազմը փարավոնի դեմ է։ Եվ Մովսեսը բազմիցս անգամ կանգնեց փարավոնի առաջ, որպեսզի Աստծո փառքը ցույց տար։ Ուզում եմ, որ քո մեջ մի որոշում բարձրանա։ Երբեք որևէ փարավոնի տգարության կամ թուլության առաջ չհամաձայնվես չկանգնելու։ Երբեք զենքերդ վայր չտնես, որ ինքն էլ ուրախանա, որ քեզ հաղթել է։ Գիտեք, մենք 1-2 ասում ենք ինչքան անգամ, բայց իրականում Մովսեսը չհանձնվավ։ Ամեն անգամ գնալուց, Աստծու հետ հանդիպելուց մի նոր բան էր կատարվում, մի նոր խոսք էր վերցնում, մի նոր հրաշք, այնքան որ մինչև որ այնքան падին խոսեց, մինչև որ պարտությունը եկավ եւ փարավոնը արձակեց ժողովուրդը։ Միևնույն է, այն ինչ որ Աստծունն է, Աստված պիտի վերցնի։ Եվ դու քո ընտանիքը, հարազատները, մարդիկ, որոնց համար դու կանգնած ես, միևնույն է, դու փարավոնին այնքան պիտի խոսես, մինչև որ նրանք Աստծուն երկրպագեն։ Եվ պիտի չանձնվենք մենք, որովհետև մեր երկրպագությունը Աստծուն է պատկանում։ Աստված նրանց փղշտացիների ճանապարհով չտարավ, թեև այն ճամփան մոտ էր, քանզի Աստված ասեց. չլինի թե ժողովուրդը զղջա, երբ պատերազմ տեսնի եւ Եգիպտոս դառնա։ Մենք մտածում ենք, որ Աստված հանեց, մեզ միանգամից տնելու է այն ամենաուժեղ գագաթին, ամենալավ տեղը, որտեղ մենք պիտի նստենք, թակավորենք։ Իրականում մենք ամեն մեկս ճանապարհ ունենք, որ պիտի անցնենք, սիրելիներ։ Եվ Աստված ինքն է գծում այդ ճանապարհը։ Մենք ասում ենք, Տեր, հեշտ է, մենք կարող ենք այսպես միանգամից անցնենք, բայց իրականում Աստված ասում է, եթե պատերազմի մեջ գնային, ասում է, կարող է իմ ժողովուրդս պատերազմ տեսնի, բայց իրանք այդ պահին պատրաստ չէին եւ նորից ետ դառնային ուր դեպի Եգիպտոս։ Մեզնից շատերը շատ անգամներ այդ պատերազմին պատրաստ չեն, որի հետևանքով մենք շատ արագ հուսահատվում ենք, տգարանում ենք, ասում ենք, թե էս մե բանը պիտի չենենք, ինչի հարվածի տակ ընկանք, բայց իրականում պիտի անենք, որովհետեւ Աստված ուզում է, որ դու հաղթես։ Աստված չի կանչել, որ պարտվես։ Աստված կանչել է, որ հաղթես։ Թեև այդ հաղթությունը չկա, Իսրայելը 40 տարի անցավ, բայց միևնույն է հաղթանակը կար։ Մարդիկ, որոնք այդ ճանապարհով դուրս էին եկել Մովսեսի հետ, միևնույն է իրանք Քանանի երկիրը մտան։ Ուզում եմ, որ տեսնես, այս պատմությունը մեր կյանքի ընթացքն է, պատմություն է հիմա մեզ համար անցած, բայց դա իմ եւ քո կյանքի ընթացքն է, որ մենք էլ դուրս ենք եկել եւ շատ անգամներ պատերազմների հանդիպելով, խնդիրների հանդիպելով, դժվարությունների հանդիպելով, ասում ենք, վայ Իզրայել մտանք ստեղ ետ էր տանք։ Մտել ես, տեսել ես պատերազմը գնա առաջ։ Աստված դարձրեց նրանց, որբիսի երկար ճանապարհով անցնեն, Աստված գործ ուներ իր ժողովրդի հետ։ Աստված իր ժողովրդի հետ գործ ուներ, ժողովուրդ, որը նոր էր ելել Եգիպտոսից եւ Աստծուն չէր ճանաչում։ Դրա համար էլ պարտություն էր գալիս, դրա համար էլ Եգիպտոսի սոխն ու սխտորը իրենց համար ավելին էր, քան այն ազատությունը, մանանան, այն լորամարգիները, օրհնությունները, որոնք Աստված ուներ իրենց համար։ Ամեն բանի մեջ տրդունջ կար, որովհետև ժողովուրդը Աստծուն չէր ճանաչում։ Ճանաչողը մեկն էր, Մովսեսն էր, եւ նրանք էլ անընդհատ Մովսեսին։ Ուզում եմ Մովսեսի համբերությունը յուրաքանչյուրիս մեջ կա։ Համբերելու այն մարդկանց, այն խնդիրների առաջ, որոնց դեմը կանգնել ենք, որ հաղթենք,
Մեկ երկուս պարդվում ենք, հոգնում ենք, թուլանում ենք, եւ սա բոլորինս է բնորոշ։ Ամենքս էլ մեր չափը ունենք, բայց Աստված ուզում է այսօր մեզ զորացնի, որպեսզի մենք հաղթենք, սիրելիներ։ Աստված ուզում է երկար ժամանակի մեջ, որ քանի տարի է աղաղակել ես, աղաչել ես, բայց դերևս դուրը բաց չես տեսե։ Մի հանձնվի, ուզում եմ քեզ այսօր մի մարտահրավեր տալ։ Մի հանձնվի։ Դու բանակի զինվոր ես, մի հանձնվի։ Մինչև վերջի շունչն էլ պայքարիր։ Աստծո խոսքն ասում է, մինչև արյուն թափելու չափ չհագարակվեցիք, չպայքարեցիք, ինչի, որովհետև հանձնվանք, որովհետև տգարությունը գալիս է, բայց երբ որ դու Դավթի նման կանգնում ես եւ ասում ես, ով Գողիաթ, ես գալիս եմ զորքերի Տիրոջ անունով, չես նայում իր հսկա լինելուն, չես նայում այն հրճագումներին, որ ինքն է արել, չես նայում այն բանակին, որ կանգնած է, բայց վախի մեջ է, այլ դու համարձակությունով քայլում ես դեպի այն հաղթանակը, որ Աստծու անունից եւ իշխանությունով է։ Եվ ես հավատում եմ, որ Աստված յուրաքանչյուր իր զավակի կյանքի մեջ ունի այս հաղթության բերգրանքը, ունի այս օրհնությունը իմ եւ քեզ համար։ 14-րդ գլխի մեջ, երբ որ մենք տեսնում ենք 13-ից 14 են գալիս, սիրելիներ, մենք մի հատ մեջ ենք թերթում, մի քանի համար ենք կարդում, բայց այստեղ կար ժամանակագրություն, այստեղ կար ճանապարհ, ժամանակ, որ Աստված ընթացքում այդ ժողովրդին, որ Մովսեսը դուրս հանեց, այդ ժողովրդի հետ սկսեց աշխատել։ Եվ սկսեցին այդ ժողովուրդը միաբան լինել, կամաց հավաքվեցին, որ կարողանային այդ հսկա ժողովուրդը, որը դուրս էր եկել Եգիպտոսից, կարողանային կառավարել, որովհետև հսկա ճանապարհ էին անցնելու։ Եվ 14-րդ համարի առաջի համարի մեջ, երկրորդ համարի մեջ Աստված արդեն այդ ժողովրդի համար ուրիշ բառ է խոսում։ Ասում է Տերը խոսեց Մովսեսին եւ Իսրայելի որդիներին, որ դառնան եւ Փիարոնի արչեւ Մագդողի եւ ծովի մեջտեղ բանակ տնեն։ Ես այս բառի տակը գծել եմ, սիրելիներ։ Ժողովուրդ, որը դուրս էր եկել, արդեն 14-րդ գլխի մեջ ինքը բանակ էր։ Ուզում եմ, որ դու քեզ տեսնես ժողովրդի մի մաս, որը բանակ է, որը զինվոր է։ Բանակ, որ ասում ենք, մենք հասկանում ենք զինվոր, բանակ, որ ասում ենք, մենք հասկանում ենք կարգ ու կանոն, բանակ, որ ասում ենք, հասկանում ենք հրամանատար, ում հրամանը ոչ թե եկել է, որ քննարկենք, այլ կատարենք։ Մենք Աստծո հրամանն ու խոսքը ճանապարհը չենք կարող փոխել, դա Աստված է որոշում, մենք ուղղակի կարիք ունենք ամեն մեկս ենթարկվենք եւ քայլենք այն ճանապարհով, որի մեջ կա հաղթություն, սիրելիներ։ Ինչքան է մենք դրդնջանք, ինչքան է փախնենք, Աստված օրհնություն ուներ եւ ուզում էր, որ եգիպտացիներին հաղթեր, մնացած բոլոր ժողովրդին, որի արչեվից քայլելու էր Իսրայելը, պիտի օրհնվեր, որովհետեւ Աստված նրանց դուրս էր հանել գերությունից։ Գիտեք, ամեն մեկս որևէ տեսակի գերություն եւ թուլություն ունենք։ Եթե դու հասկանում ես քո թուլությունը, եթե դու հասկանում ես քո գերությունը, ես քեզ ասեմ, արդեն իսկ դու օրհնված ես, որովհետև հասկանում ես, որ դու թուլություն ունես։ Հաղթական է այն մարդը, ով հասկանում է իր թուլությունը։ Հաղթում է այն մարդը, ով գիտե, որ այդ կետի մեջ ինքը խնդիր ունի, ինքը կարիք ունի Աստծո զորության։ Երբ որ մենք չենք հասկանում, որ ունենք Աստծո զորության կարիքը, մենք պարտվում ենք, սիրելիներ, մենք մտածում ենք, թե մենք արդեն այնքան զորավոր ենք, մենք ամեն օր Աստծո զորության կարիքը ունենք, սիրելիներ։ Մենք ամեն մեկս այսօր Աստծո բանակի մեջ լինելով մեր ձեռքերը, մեր մարմինը, մեր անձը պիտի վարժեցնենք եւ սովորեցնենք պատերազմի։ Բանակում պատրաստվում են, բանակում կրթվում են, բանակում զորանում են, ոչ թե նստած են, միայն ուդում են եւ քնում եւ ասում են մենք հաղթելու ենք։ Ոչ, մենք կարիք ունենք կարգ ու կանոնի։ Ես մի քանի կետ եմ գրել ժողովուրդի եւ բանակ տարբերության։ Երբ որ մենք ժողովուրդ ենք, կարելի ասել ժողովուրդ, որը ամբողջ է, ժողովուրդ էլ չէ, խառնաշփոթ է։ Բայց երբ որ մենք ասում ենք բանակ, կա կարգ ու կանոն, ժամանակ, որտեղ կա կարելի ու չի կարելի։ Կա բան, որը մենք գիտենք պիտի անենք այս ժամանակի մեջ, եւ մենք բոլորս այդ ժամանակի մեջ ինչ ենք, կանգնած ենք, հավաքված ենք։ Եթե որևէ մեկն էլ չկա, ինքը նկատողություն է ստանում։ Եթե որևէ մեկն էլ չկա, ինքը բացակա է ստանում, բայց երբ որ մենք բանակի մեջ կանգնած ենք,
Մենք ամենաառաջինը ունենք հանդերձանք, կահավորանք։ Աստված այսօր հանդերձավորել է ամենը մեկի զորությունով, իր սպառազինությունը հագցրել է, եթե դու զինվոր ես։ Եթե դու զինվոր չես, դու նայող ես։ Դու ուղղակի նայում ես պատերազմին, ինչպես որ մարդիկ շատերը նայում են, թե ինչպես է Հեսուն պատերազմում, բայց ինքը չի պատերազմում, Հեսուն պատերազմում է։ Մենք նայում ենք, թե ուրիշներն ինչպես են կռվում, աղոթում, պայքարում։ Մենք ասում ենք, թե այդ մարդը պարապ է, աղորը գալիս է եկեղեցի, ոչ, ինքը պարապ չէ, ինքը գիտե պատերազմել։ Դրա համար էլ օրհնություն եւ հաղթանակ ունի։ Եթե դու քո հանդերձանքից որևէ մասը կողքի ես դրել, ուզում եմ քեզ ասել, այդ հանդերձանքը կարևոր է, դու զինվոր ես սիրելիս։ Դու Աստծո զինվոր ես։ Դու զինվոր ես, որը կրում է հանդերձանք եւ պատրաստ է ամեն ժամանակ հրամանը կատարելու։ Ժողովուրդը կարող էր քայլել, ժողովուրդը կարող էր հանգստանալ, տրդնջալ։ Մովսեսին ասել, Մովսես ինչու հանեցիր, ճանապարհը երկար էր, միտեղ ջուր չկար, միտեղ միշ չկար։ Գիտեք, ամբողջ կյանքի ընթացքում այդ ժողովուրդը երբ որ քայլեց անապատի մեջ, այդ կան հրաշքները տեսնելով, միևնույն է, դրդունջը իրան չուրտերին էր։ Մովսես մեզ էս դուր, Մովսես էս դուր։ Պատճառներից մեկը կանդրադառնամ, դա Աստծո հետ կենտանի հարաբերություն չունենալն էր, սիրելիներ։ Երբ որ մենք ամեն մեկս ուզում ենք հաղթող լինել, ինչքան էլ դու խոսք ես լսում, ինչքան էլ դու տեսնում ես հրաշքներ ու նշաններ, բայց քո անձնական հաղորդակցությունը, քո անձնական աղոթքը, քո անձնական մտերմությունը Աստծո հետ չունես, շատ անգամներ դու պարտվում ես։ Որովհետև դու չես տեսնում Աստծո քաջալերանքը քո կյանքի մեջ, դու չես տեսնում Աստծո գերակցությունը քեզ հետ, դու քեզ մենակ ես զգում, քեզ միայնակ, տխուր, պարտված ես զգում, որովհետև կենտանի Աստծո հետ հարաբերություն չունես։ Երբ դու կենտանի Աստծո հետ քո անձնական շփումը ունեցար, երբ դու խորանից չհեռացար, դու կհասկանաս, որ Աստված քեզ բան ուներ ասելու։ Աստված քեզ ձև էր տալու, մի միջոց, մեթոդ էր տալու պատերազմելու, եւ դու կկանգնես ու միանգամից հաղթությունը կուկա, ասում ես Տեր, բան չի շուտ չէի կանգնում աղոթքի։ Դու երբ ես աղոթել, որ չես ստացել։ Դու երբ ես կանգնել, քարոզել կամ ինչ որ բան արել հոգեվոր կյանքիդ մեջ, որ օրհնությունը չի եկել քո կյանքի մեջ։ Գիտեք, մենք ամեն մեկս կարիք ունենք այդ օրհնություններին հասնելու համար լինել այնտեղը, որտեղ պիտի լինենք։ Եվ այս ժողովուրդը միայն թուլություն, տգարություն եւ տրդունջ էր բարձրացնում Աստծուն։ Բայց բանակի մեջ այդ ամենը չկա, սիրելիներ, բանակի մեջ կա պատրաստվածություն, բանակի մեջ կա ինչեր, որ մարդիկ պատրաստվում են որևէ տեսակի զենք կրելու։ Այսօր որ զենքն է քո կյանքի մեջ քո հաղթությունը։ Այսօր զենք, որ ասում եմ, ինչ է, սեր ունես, երկրպագություն ունես, հավատքի խոսք ունես, հրճագում ունես, մարգարեություն ունես, ինչ զենք ունես, հոգուսուր ունես, հավատքի վահան ունես, որը ունես, որն ես կիրառել, որ իր հաղթությունը չես, որն է քո կյանքի մեջ իրական եղել, որ դու կիրառել ես որպես զենք, պատրաստվել ես եւ դու գիտես, որ դա զենք է։ Թշնամին գալիս է եւ դու ուղագի քնած չես, ուղագի կանգնում ես ու հավատքի խոսք ես հրճագում, որն է քո զենքը։ Աստծո խոսքը քո կյանքի մեջ իրական է թե ոչ։ Այսինքն մենք պատրաստվելու կարիք ունենք։ Մենք աղոթքի մեջ պատրաստվելու կարիք ունենք։ Մենք մեր երկրպագության մեջ կարիք ունենք։ Մենք խոսքը գիտենալու եւ կրտվելու, վարժվելու կարիք ունենք։ Ուղագի քնած քրիստոնյայի կողքից միայն դժվարություններն են գալիս։ Հաղթությունները չեն գալիս, որովհետեւ դու քնած ես։ Ու թշնամին էլ շատ անգամներ քեզ ցենել չի տալիս, ասում է, այս մեկը պարտված ու քնած է, կողքից խելոք էլ անցնիմ չի էլ դառնա։ Բայց մենք կարիք ունենք հաղթության, սիրելիներ։ Գիտեք, ժողովրդի մեջ կար մի խնդիր, որը ամենակարևորն էր, որը կռապաշտության բերեց նրանց։ Անձնական հարաբերություն չունենալու պատճառով ժողովուրդը գնաց կռապաշտության, երբ որ Մովսեսը Աստծո հետ հանդիպման էր։ Երբ որ մենք չենք գալիս Աստծո տունը, երբ որ մենք Աստծո հետ կենտանի հարաբերություն չունենք, հորտերը բարձրանում են, կռապաշտությունը գալիս է։ Գիտեք, բառը շատ հնչեղ է, բառը շատ կոպիտ է ասվում, բայց շատ անգամներ մեր կյանքերի մեջ բաներ, որոնք Աստծո տեղն են գրավում, դրանք կռապաշտություն են։ Բան, որը Աստծո տեղն է գրավում, դա սարկած է, պատրաստված է, ծնված է, բան, որը Աստծո տեղն է գրավում։
Եվ այդ ժողովուրդը գնաց կռապաշտության, Ահարոնին ասեցին, ահան մեր զարտերը, այն օրհնությունը, որ Աստված տվել էր Եգիպտոսից հարստահարե դուրս էին բերել, իրանց համար դարձավ ինչ կռապաշտության պատճառ։ Բայց Մովսեսը երկրպագում էր Աստծուն։ Մովսեսը երկրպագում էր Աստծուն եւ բանակն էր կարևոր, բանակն էր պատրաստում։ Գիտեք, երբ որ մենք Աստծո հետ հանդիպում ունենք, փապագ ունենք Աստծո հետ, մենք հաղթություն ունենք։ Մովսեսը ուզում էր դեմ առ դեմ հանդիպել եւ Աստված տեսնելով Մովսեսի այդ փապագը, ասավ՝ լավ, դու դեմ առ դեմ չես կարող ինձ տեսնել, որովհետև եթե տեսնես կմեռնես, ժայռի արանկում մի տեղ եմ պատրաստել քեզ համար, կարող ես մտնել այդտեղ, որովհետև երբ որ ես անցնեմ, դու կարող ես ինձ հետևից տեսնել, դու ուզում ես Աստծուն տեսնել, դու ուզում ես քո բանակում, քո պատերազմի մեջ Աստծուն տեսնել, եթե դու չես ուզում Աստծուն տեսնել քո բանակի մեջ, քո պատերազմերի մեջ, ես քեզ ասեմ, դու արդեն պարտված ես, դու արդեն մենակ ես ու զգում ես, որ դու ընկնում ես, բայց Աստված մեզ կանչում է, որպեսզի մեզ սովորեցնի պատերազմին։ Գիտեք, եթե մենք ելից գիրքը շարունակենք 17-րդ գլխի մեջ 8 համարի մեջ 17-րդ գլուխ 8 համարի մեջ Աստված առաջնորդում է պատերազմի։ Ամաղեկի դեմ պատերազմի է առաջնորդում եւ Աստված խոսում է Մովսեսին եւ ասում է լեռը բարձրացի։ Հեսուին ասում է Հեսու, մեզ համար ինչեր ընտրիր, մարտիկ։ Ում ես դու ընտրում այսօր քո պատերազմի մեջ։ Այսօր տգարություն ու թերություն ունիս, ուզում ես զորանաս, ուժեղանաս, ում ես ընտրում։ Մենք շատ անգամներ վիրավորվածները մեկ է տեսնից վիրավորվածների են գտնում։ Տգարը տգարի է գտնում։ Իրականում կյանքն է այսպես։ Տգարը տգարի է գտնում։ Աստծո խոսքն ասում է գույրը գույրին ինչպես պիտի առաջնորդի։ Երկուսն էլ խնդիր ունեն, երկուսն էլ պիտի փոս ընկնին։ Մովսեսը Հեսուին ասեց. մեզի 9 համարի մեջ ասում է մեզ մարդիկ ընտրե որ պատերազմեն ամաղեկի դեմ։ Ուզում եմ որ քեզ տեսնես այսօր որպես Հեսու։ Ուզում եմ որ քեզ տեսնես այսօր այն մարդիկը, որը Հեսուն ասելու է արի ինձ հետ։ Ուզում ես այսօր ամաղեկին հաղթես, Հեսուի կողքը կանգնի, Հեսուի հետ գնա։ Մենք քիչ հետո կտեսնենք Հեսուն որտեղ էր Հեսուն։ Խորանի մեջ։ Հեսուն խորանի մեջ էր, դրա համար էլ ինքն էր ընտրում, դրա համար էլ ինքն էր հաղթողը։ Մովսեսը ելավ լեռը, այսօր դու ելար լեռը, ուզում ես հաղթություն ունենաս, դու լեռը պիտի ելնես։ Հիսուսը ուր գնաց, լեռը գնաց, Գողգոթա ելավ, որպեսզի այսօր հաղթություն կար։ Հիսուսը լեռը ելավ, որպեսզի այսօր ես ու դու հաղթություն ունենանք, հրճագում ունենանք, դավանություն ունենանք, լեռան վրա Հիսուսը հաղթեց։ Հովանեսին ու Պետրոսին վերցրեց լեռը ելավ, որպեսզի ինչը տեսնեին, այլակերպությունը տեսնեին։ Գիտեք, եթե ես ու դու միշտ փորձում ենք ստորոդում մնալ, կռապաշտությունը կուկա, բայց երբ որ լեռը կելնենք, երկրպագությունը կուկա։ Մովսեսը ելավ երկրպագեց, դրա համար էլ հաղթեց։ Հիսուսը ելավ վերև հոր կամքը կատարեց, դրա համար էլ ասեց կատարվեցավ։ Հաղթեցի, հաղթությունը շնորհեց բոլորիս, որ մենք հաղթական կյանք ունենանք, սիրելիներ։ Մովսեսը լեռը ելավ, Հեսուն գնաց պատերազմի։ Այսօր դու հաղթող ես, այսօր դու լեռը բարձրացող ես, ուզում եմ որ լեռը բարձրանաս հաղթելու համար։ Լեռ բարձրանում են այն մարդիկ, ովքեր Աստծո հետ հանդիպում են։ Լեռ բարձրանում են այն մարդիկ, ովքեր հաղթող են, չեն նահանջում, չեն տեսնում դժվարությունը, տեսնում են էլ միևնույն է բարձրանալու են լեռը։ Մովսեսը բարձրացավ լեռը։ Ժողովուրդը ասեց. Մովսես դու գնա, մենք մնանք, որ կռապաշտ լինենք։ Դու գնա, դու ազատ եղի։ Սիրելիներ, երբ որ քայլում եք դեպի լեռը, ձեզ հետ վերցրեք մարդկանց լեռը բարձրացնելու, օգնեք մարդկանց լեռը բարձրանալու։ Մովսեսը բարձրացավ լեռը, իշխանության գավազանը ձեռքն էր եւ Աստծո խոսքը ուզում եմ կարդալ։ Հեսուն Մովսեսի ասածի պես արեց։ Երբ որ դու զինվոր ես, դու ոչ թե հրամաններն ես արձակում, ասում ես լավներ, վատներ, դու չերիր, ես երի ինքն։ Մովսեսի ասածը արեց։ Ես ուզում եմ, որ որպես զինվոր, այն հրամանատարը, որին դու ճանաչում ես, որ ինքը հաղթական է,
իր ասածը անես եւ օրհնությունը վայելես։ Հեսուն կատարեց Մովսեսի ասածը եւ Ամաղեկի հետ պատերազմեց։ Մովսեսը Ահարոնի եւ Օվրի հետ բլուրի գլուխը ելավ։ Երբ Մովսեսը իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելը հաղթում էր։ Ուզում եմ, որ ձեռքերդ վեր բարձրացնես։ Երբ որ ձեռքերդ վեր ես բարձրացնում, ասում ես Տեր, ես փառքը քեզ եմ տալիս։ Դու ես Աստծոց։ Երբ որ ձեռքերդ վեր ես բարձրացնում, դա նշանակում է, որ դու հանձնված ես ում ամենակարողին։ Դու ուզում ես ասել Տեր, ես ձեռքերս վեր եմ հանել, որպեսզի դու իմ տեղը պատերազմես։ Եվ մեր ձեռքերը հոգնում են շատ հաճախ ու մենք ուզում ենք իջեցնել։ Ուզում եմ քո կողքը տեսնես երկու հոգու։ Օվրին եւ Ահարոնին։ Ուզում եմ տեսնես մեկերին, ովքեր կյանքում քո կողքը կանգնել են եւ ձեռքդ բարձրացրել եք։ Այսօր մի հրաշալի երևույթ տեսա, մեր Կարինե քուրն ու Հայկ եղբայրը, չգիտեմ իրականում որն էր, որի ձեռքը բարձրացրել, բայց իրար ձեռք ընտանիքով բարձրացրել են։ Ուզում եմ ասել, դուք հաղթող մարդիկ եք։ Ուզում եմ քեզ տեսնես Մովսեսի դերում, որ մարդիկ քո ձեռքերը կբարձրացնեն եւ ուզում եմ որ այսօր որպես հաղթական զինվոր լինես մեկը որ քո կյանքում տեսնես ում ձեռքն ես բարձրացրել որ ինքը հաղթի որ Իսրայելը հաղթի Աստծո գործը հաղթի Աստված գնա առաջ ում ձեռքն ես բարձրացրել եթե բարձրացրել ես ասա Տեր շնորհակալ եմ որ դու ինձ շնորհ ես տվել որ բարձրացնեմ եւ ուզում եմ որ քո կյանքի մեջ տեսնես այն մարդկանց ովքեր քո դժվարության ժամանակ քո կողքը եղել են Եվ դու այսօր կարիք ունես, ասես Տեր, ես շնորհակալ եմ, որ իմ ձեռքս բարձրացրել են։ Մենք ամեն մեկս մեր տգարությունների, թուլությունների, դժվարությունների, միայնակությունների մեջ, գիտեք, մենք Օվրերի եւ Ահարոնների կարիք ունենք։ Ուզում եմ, որ քո Օվրին ու Ահարոնին այսօր օրհնես, թե քո մտքի մեջ, թե իրականում։ Ասես շնորհակալ եմ, որ Տեր իմ կողքս Օվր ու Ահարոն ես Տերը, որովհետև խոսքը, որ կարդում ենք, ասում է Մովսեսը հոգնում էր եւ ձեռքերը ինչ են անում, իջեցնում էր, երբ որ իջեցնում էր, պարդվում էին, Հեսուն պարդվում էր։ Գիտեք, Մովսեսը Հեսուին ուղարկել էր, մի պատկերացրեք, ձեռքերն է իջեցնում էր, ինչը Հեսուն պիտի մահանար։ Ոչ, դրա համար Օվրեր եւ Ահարոններ կան։ Եկեղեցում կան մարդիկ քույրեր, եղբայրներ, որոնք շատ անգամներ չեն երևում, բայց նրանք ձեռք բարձրացնողներ են։ Նրանք քո կողքը կանգնողներն են, որ ձեռքերդ բարձրացնես, որպեսզի դու հաղթես։ Ուզում եմ, որ այդ հաղթական բերգրանքը ամեն մեկս մեզ տեսնենք որպես Մովսեսներ, տեսնենք որպես Օվրեր, տեսնենք որպես Ահարոններ եւ որոշներս էլ այն հզոր մարդիկներն ենք, որոնց անունը Հեսու է, որոնք հաղթում են, որոնք գնում են առաջ, Ամաղեկին ոչնչացնում են եւ դրոշակը բարձրացնում են։ Ուզում ես Աստծո Եհովա Նիսի դրոշը բարձրացնես։ Գիտեք, մեր ամեն մեկի կյանքում եղել են մարդիկ, ովքեր բարձրացրել են մեր դժվարությունների ժամանակ այդ դրոշը։ Մենք չենք պահել այդ դրոշը։ Գիտեք ինչ է նշանակում դրոշ ծածանել։ Դրոշ ծածանել նշանակում է այս տարածքը այդ դրոշի երկրինն է։ Այս տարածքը Եհովա Նիսի դրոշը ծածանում է։ Այսինքն Աստծունն է այս տարածքը, այս մարդը Աստծունն է, այդ հաղթանակը Աստծունն է։ Երբ որ քո կյանքի մեջ այդ դրոշը բարձրացրել են, դա դավանություն է եղել, դա հրճագում է եղել, դա տեսանելի է եղել թշնամու առաջ, որ այս մարդը պատկանում է Աստծուն եւ ինքը հաղթական է, ինքը բանակի զինվոր է։ Բայց մենք այդ ժամանակ զինվոր չենք եղել, ուղղակի մարդիկ պահել են դա մեզ համար, որ ցույց տան, որ մենք աբագա զինվոր ենք։ Դու աբագա զինվոր ես, սիրելիս, դու աբագա Հեսու ես, դու ճեղքող ես, դու հաղթող ես։ Եվ 15-րդ համարի մեջ Մովսեսը մի սեղան շինեց։ Մենք տեսնում ենք, որ Ամաղեկը պարդվում է, եւ Մովսեսը մի սեղան շինեց եւ նրա անունը Եհովա Նիսի դրեց եւ ասեց. Տերը երթում արավ ասելով, որ Տերը ազգից ազգ պիտի պատերազմի Ամաղեկի դեմ։ Աստված ուզում է ասել, որ քո թշնամին
իմ թշնամին է։ Այն թշնամին, որը դու ունես, որ իրականում թշնամի է Աստծո դեմ, Տերը պատերազմելու է այդ թշնամու դեմ։ Քանի անգամ էլ կա, Աստծո խոսքն ասում է, ուզում եմ 6 ճանապարհով կա, 7 ճանապարհով պիտի փախնի։ Քանի անգամ էլ կա, գեդի պես էլ կա, պիտի փախնի, որովհետև Աստված քո տեղը պատերազմում է։ Մենք շատ անգամներ մենք ջանքով ենք ուզում ինչ որ բան ասենք, ջանքով ինչ որ բան անենք, բայց իրական հաղթություն տվողը Աստված է։ Գիտեք, իրականում մենք ամեն մեկը զգում ենք այն դժվարությունները, որ շատ հաճախ այսպես խեղդում են մեզ, նեղում են մեզ եւ ուզում են, որ դու հանձնվես։ Գիտեք ինչու՞ն է սպասում թշնամին։ Մի հատ որոշում է ուզում հասնել։ Այդ որոշումը, որ հասավ, ինչ, դե լավ, մոդս չի ստացվի։ Զենքերը երբ վարես դնում, ասում է հաջողեցի։ Բայց երբ որ դու զգում ես այդ հարցակումը եւ կանգնում ես, ասում ես Հիսուսի անունով պիտի կանգնեմ, Հիսուսի անունով պիտի անեմ, դռները փակվում են 1, 2, 3, բայց դու շարունակում ես, կանգնում ես ու գնում ես առաջ։ Ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկիս կյանքի մեջ դրել է մարդիկ, որ մեզ արթնացնեն, մղեն, հուշեն, որ չպիտի հանձնվենք, պիտի գնանք առաջ, պիտի պայքարենք եւ Աստծո փառքն ու հաղթությունը մենք պիտի տեսնենք, ինչպես Իսրայելը տեսավ։ Դեք իրականում շարունակության մեջ մենք գնում ենք Հեսուի 33-րդ գլուխը, գնամ, այս մասը կարևոր է ասեմ, նոր գնանք Հեսու։ Գիտեք, անընդհատ ժողովուրդը տրդնջաց եւ խնդիրներ ունեցավ, բայց կային մարդիկ, որոնք կրում էին բեռը, կրում էին լուծը, բայց երբեք չխոնարհվեցին։ Դա Հեսուն եւ Մովսեսն էին։ Եվ բանակի մեջ խորանը հանեցին, դուրս դրեցին, որպեսզի բոլորը տեսնեն, եւ ամեն ժամանակ, երբ որ Մովսեսը մտնում էր խորան, գրված է ամբեսյունը գալիս էր։ Երբ որ դու մտնում ես խորան, չես հանձնվում, աղոթքի սեղանը բուրվարը վառ է, խունգը վառ է, ու դու մտնում ես աղոթքի, Աստված գալիս է զորացնելու։ Մովսեսը մտնում էր ու այլակերպված դուրս էր գալիս, Աստծո փառքը այնքան էր, որ Մովսեսը փայլադագած դուրս էր գալիս։ Հանդիպում էր մարդկանց հետ, մարդիկ տեսնում էին, հեռվից նայում էին, թե Մովսեսը ինչպես է գնում։ Այսօր մենք էլ շատերս հեռվից նայում ենք, մի բառ ավել, մի բառ պակաս էլ խոսում ենք, բայց Մովսեսը կենտանի Աստծո հետ հարաբերություններ ունենում։ Սիրելիս, քաջալերում եմ, որ չնայես ոչ մեկի խոսքերին, լավն են ասում քեզ, վատն են ասում քեզ, ճիշտ եղավ թե սխալ, նայիր Աստված ինչ է ասում քեզ։ Եվ տեսնում ես, որ Աստված ասում է՝ արի հավատարիմ ծառա, արի ես կարոտել եմ քեզ, արի ես քեզ օգնեմ, արի ես քեզ զորացնեմ, արի ես քեզ մխիթարեմ։ Աստծու հետ կենտանի հարաբերություն ունեցող մարդը միշտ հաղթող է լինում բոլոր տեղերում։ Մովսեսը դուրս էր գալիս, բայց Հեսուի համար հետևյալն է գրված։ Մովսեսը դուրս էր գալիս, գնում էր բանակը, որպեսզի մարդկանց խոսեր Աստծո մասին, բայց նրա ծառան նավեի որդի Հեսու պատանին խորանի միջից չէր հեռանում։ Գիտեք, մենք առանց Աստծու հաղթություն չունենք։ Դու չես կարող հաղթանակ ունենալ առանց Աստծու։ Դու չես կարող օրհնություն ունենալ առանց Աստծու։ Դու չես կարող մարդ վերցնել քեզ առանց Աստծու։ Մենք ինչ որ անում ենք Աստծուց առաջնորդված, մեզ մարդիկներ, զինվորներ ենք ընտրում, որպեսզի հաղթության գնանք։ Գիտեք, Գեդեոնը երբ որ զինվորներ էր ընտրելու, ամենավախվորած մարդն էր, պարտված Իսրայելը մադիանացիների դեմ պայքարում, Աստված իրան ասեց ընդամենը 300 մարդ վերցրա։ Մենք շատ անգամներ ասում ենք, Տեր, ես ինչպես այդ հզորի դեմ գնամ, ես ինչպես դրա դեմ կանգնեմ, բայց իրականում Աստված Գեդեոնին ասաց, ընդամենը 300 մարդ վերցրա։ Գիտեք, Աստված երբ որ պատերազմում է մեր փոխարեն, դա ամենահզոր բանն է, որ անկախ նրանից դու ուզենաս թե չէ, Աստված քեզ համար դա անում է։ Մենք շատ անգամներ չգիտենք էլ ինչպես է լինում, բայց իրականում Աստված անում է մեր փոխարեն։ Եվ մենք նայում ենք, ասում ենք, Տեր, ես բան չերի։ Դու գիտես երբես բանար է։ Երբ որ տաճարի մեջ էր, երբ որ վրանի մեջ էր, եւ Աստծո հետ կենտանի հարաբերություններ ունենում։ Դու թույլ ես տալիս, որ Աստված ազդի քո վրա։ Հեսուի թղթի 3-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք, որ Հեսուն առաջնորդեց ժողովրդին մինչև Հորդանան, եւ Հորդանանը պիտի անցնեն Երիկովի պարիսպներ, Գայի քաղաքի գրավում եւ Իսրայելի ամբողջ հաղթական ընթացքը, որի մեջ Հեսուն առաջնորդեց Աստծո ժողովուրդը,
մի կարևոր գործ կար, որ մինչև որ պիտի մտնեին Հորդանանը անցնեին, 3 գլուխ 5 համարի մեջ Աստծո խոսքը գալիս է Հեսուին։ Ասում է Հեսուն ժողովրդին ասեց. «Սրբեցեք ձեր անձերը, քանզի Տերը վաղը ձեր մեջ հրաշք պիտի անի»։ Գիտեք, մենք կարիք ունենք ամեն ժամանակ սրբությանը շփվել, սրբությանը հպվել։ Ոչ թե սրբությունը պիտի բաժանի մեզ, այլ սրբությունը պատճառ պիտի լինի ավելի մոտենանք իրան։ Եվ երբ որ բանակը սրբեց Հեսուն, ամեն անձ իր մարմինը սրբեց, պատրաստեց այդ հաղթանակին, մենք կտեսնենք Հեսուի այն հրաշալի ընթացքը, Հեսուի այն հաղթական ընթացքը, որ Աստված որպես Հեսուներ այսօր ամեն մեկիս համար ունի։ Ասում է ուխտի տաբանակը, երբ որ քահանաները վերցրին իրանց ուսերին եւ ոտք դրեցին Հորդանանի մեջ, Հորդանանի ջրերը կանգնավ։ Ոչ թե մարդն էր որ ոտք էր դրել, այլ Աստված։ Հեսուին ասում է դու ոտքդ ուր որ տնես, քեզի պիտի տամ։ Բայց ոտքը ոչ թե Հեսուինն էր, այլ Աստված էր, որ Հեսուի հետ քայլում էր, սիրելիներ։ Մենք մեզ մարդկային ենք նայում, ասում ենք, թե մենք, վայ, ես ով եմ որ աղոթեմ, ես ով եմ որ հրճագեմ, գիտեք, քո հետ քայլողը Աստված է, քո հետ շարժվողը Աստված է, աշխարհի ջրերը պահողը քեզ, որ դու չխորդակվես, Աստված է, աշխարհի բաց դռները, որոնք հարձակվում են, առյուծները քեզ ուտելու համար, Աստված է իրանց երախը փագողը, դու ոչինչ էլ չես անում, եթե դու հանձնված ես Աստծուն, դու հաղթական ընթացք ունես, սիրելիս, եթե դու Հեսուի նման պատրաստված ես եւ քայլում ես նրա հետ, հաղթությունը գալիս է։ Մենք կարիք ունենք հաղթություն ունենալու համար, կատարել հրամանատարի հրամանը, ոչ թե քննարկել։ Եվ Հեսուն հաղթության հետևից գնաց մինչև գայի հասավ, բայց մի պարտություն եղավ։ Պարտություն, որովհետև Աստծո խոսքը ասում էր. մի վերցրեք ոչ մի բան, ամեն բան ինչ էր, անիծված էր։ Բայց տեսնում ենք մարդ, որը լեզուն, վերարգուն վերցրեց, եւ արձատը վերցրեց եւ անեցք եկավ բանակի մեջ, անեցք եկավ Իսրայելի ժողովրդի մեջ, եւ նրանք պարտվեցին։ Գիտեք, սրբությունը, սիրելիներ, չի կարելի փոխել որևէ մի արժանիկի հետ։ Սրբությունը դա աստվածային է եւ Աստծո որդին ինքը սուրբ էր եւ այդ սրբությունը փոխանցեց մեզ, որովհետեւ մենք սուրբ լինենք, որովհետեւ այն հաղթական ընթացքը, որով մենք ուզում ենք անցնել, սիրելիներ, մենք պիտի գնանք, որովհետեւ պայքարենք եւ պատերազմենք ու հաղթենք։ Մեզնից շատերը այսօր վախենում են պայքարելուց։ Մեզնից շատերը այսօր խուսափում են, դրա համար էլ հանձնվում են։ Մենք հանձնվելու տեղ չունենք, սիրելիներ, մենք պայքարելու տեղ ունենք։ Տիմոթեոսի թղթից մի համար եմ ուզում կարդամ եւ հրավիրեմ բոլորիս աղոթքի։ Առաջի թուղթ Տիմոթեոս 6-րդ գլուխ 12-րդ համար։ Պատերազմե հավատքի բարի պատերազմը, բռնե հավիտենական կյանքը, որին կանչվեցար, եւ շատ վկաների առջև դավանեցիր բարի դավանությունը։ Գիտեք, մենք տեսնում ենք հստակ հորդոր, պատերազմը։ Եթե դու քո պատերազմը, բարի պատերազմը չես պատերազմում, ինքստինքյան դու պարտվում ես։ Աստծո խոսքը ասում է պատերազմիր բարի պատերազմը։ Ես ու դու կարիք ունենք այդ պատերազմի մեջ աչալուրջ, պատրաստված եւ արտուն կերպով կանգնելու, որբիսի հալածողներին հալածենք, հարստահարողներին հարստահարենք եւ թշնամու բոլոր զորությունները քանդենք մեր եւ մեր այն հարազատների կյանքերի մեջ, որոնց կյանքի մեջ պարտություն ու դժվարություն կա։ Գիտեք, մենք հեսուներ ենք, մենք Մովսեսներ ենք, Օվրեր ու Ահարոններ, մենք Տիմոթեոսներ ենք, մենք այսօր Աստծո բանակի զինվորներն ենք։ Մեկս դեդ ենք, մեկս նետացիք։ Աստծո խոսքն ասում է, ձեր կաբարջը լցրեք նետով։ Արդյոք քո կաբարջի մեջ նետ կա, որ խփես։ Արդյոք քո կաբարջի մեջ թուրը դրած է ուղագի պատյանի մեջ եւ չես կարող անել։ Թուրը միտիր պատյանի մեջ, թուրը ձեռքդ պահիր, սիրելիս։ Ուզում եմ ամեն մեկիդ հրավիրել աղոթքի, այն մարտահրավերը, որ այսօր ուզում եմ տալ քեզ, չհանձնվելն է, սիրելիս։
չհանձնվել ոչ տերությունների, ոչ իշխանությունների, ոչ զորությունների, որոնք քո առաջ են, որովհետև ամենքը պարդված են Քրիստոսի առաջ, նրա հզոր անվան առաջ, եւ ուզում եմ, որ քո կյանքի ամեն թուլության ու տկարության մեջ Քրիստոսի հաղթական Գողգոթայի հաղթությունը դավանես եւ զգաս քո կյանքի մեջ։